Անես Տերմինասյան, քաղաք Չարենցավանից եմ, ինձ մորաքրոջս աղջիկն է առաջարկել, որ ես մտնեմ ես Hello-Bit-ի մեջ, քանի որ ես չեմ վստահում, միշտ ասում եմ, որ խաբում են մարդկանց, 100% երաշխիքներ տվեց, որ իր հորեղբոր տղան տեղի տնօրեն է, անունը Դավիթ է, ու ցանցի տերը Հրանտ Կարապետյան, ասեցին 10 տարով պայմանագիր կա, ու ես մտել եմ ստուգել եմ այդ investment group-ի կայքերը, թղթերը, ամեն ինչը նայում եմ, սա օրինական է, այսինքն տարբեր երկրներում կա ինքը, այսինքն կասկածել ոչ մի բան չկա, ասեցի, բա որ փակվեց, ասես եթե փակվի, մարդկանց բոլոր գումարները հետ են տալուց։ Ու հիմա այս պահին ոնց որ թե վախացնելու ինչ որ բան կա, որտեղ մտածում եմ, որ ոչ մի իրականում Հենրի Ջոնսոն չկա, ոչ մի իրականում investment group չկա, որովհետև ես այդ մինչև փակվելը 1 ամիս առաջ գրել այդ Հենրի Ջոնսոն կոչվեց ալին, ուզում եմ համոզվել ինքը, ասենք, արտերկրի մարդ է կամ հայ է կամ ով է, որովհետև այդ հայկական լեքսիկոնից այդ ասելու ձևը, որ ասեցի փակվում է Hello-Bit-ը, sense լուրեր կա, բայց իրականում չէր փակվում։ Ինքը գրեց մի անգամ այն հայկական ձևով, թե էտով է ասում այտենց բան, այսինքն ոչ պերևոչիկը, ոչ արտասահմանի հայը, ոչ տեղի, ասենք, այդ արտերկրի օտար ազգի մարդը չէր կարող այտենց գրել։ Հետո ես խոսեցի Դավիթի հետ, որ ասում են տնօրենն է, հեռախոսահամար ունեի։ Դավիթը ասեց բանը, իրականում ոչ մի Հենրի Ջոնսոնը չկա։ Ես որքանով տեղյակ եմ մորքուրիս աղջիկով ինձ տեղեկացրել էր, ասել էր բանը, ինչ որ այտենց գրասենյակներ կա, ընդհանուր ցանցի տերը Հրանտ Կարապետյանն է, ես չեմ տեսել Հրանտ Կարապետյանին, Դավիթին էլ ասենք հեռախոսի համար կա, կամ ասենք ձայնային է ուղարկե, ու ասենք այտենց այդ ձևա կապը եղել։ Ու ասենք թույլ չեն տալի, որ Telegram-ով ասենք ընդհանուր այդ chat-ի մեջ գրեն, ասում էր անձնականով կգրես, ինչ որ խնդիր, ինչ որ հարց ա լինում, որ պետք չի դեղ իմանա, որտեղ իր վրա խոսակցություններ ա գալիս։ Այսինքն ինչ է նշանակում, որ հայեր են աշխատում կոնկրետ այդ ընկերությունների հետ, ասենք ես չգիտեմ։ Ինչքան գումար եք կորցրել։ $1000 եմ կորցրել, ճիշտ է, ես վարկեր ունեի, ընտանիքս մահացավ, այդ վարկեր ունեի։ Իրանք այս բերեցին այդտեղ, հիմա վարկերս ավելի շատացավ։ Ու հիմա մենակ ես չեմ, հոպարս է, հոպարիս կինն է, հոպարիս տղաներ ձակն է, ու նույն բանը իրանց եմ պատմել։ Ասացիք Հրանտ Կարապետյան։ ինքն է ցանց։ 608-ի խմբիներ, ինքը ունի իր թիմը, մոտապես մի 110 քանի, թե 120 քանի, լավ չեմ հիշում այս պահին։ Կներեք, նշեցիք, որ ձեր մորաքրոջ աղջիկն է ձեզ ուղղորդել, որ դիմեք, նա ինչ-որ կապ ունի այդ ծրագրերի հետ, թե ուղղակի ինքն էլ է զոհվել։ Երևի կապ ունի, որ այսօր վախենում են, շանտաժներ են անում, իրանց հարցը, որ հորեղբորս տղու հետ կամ իմ հետ ինչ-որ մի բան գլուխս գջարդեն, չգիտեմ ինչ, ու ես հիմա մեսենջերով ուղարկել եմ։ Ես զանգել եմ մորաքրոջս, ասացի 20 րոպե ժամանակ ջնջի, թե չէ բոլորս աղդ ոստիկանություն եք գնալու։ Ձեզ էլ են սպառնացել։ Այո։ Ու այդ պահին մի անգամից ջնջեցին այդ ձայնայինը, գրածները։ Հիմա իմ մոտ որոշ զապիսներ կա։ Ինչ էին ասում, ինչպես էին սպառնում։ Որ եթե ես շարունակեմ գլուխդ գջարդեն, թե քո թե հոպարի տղու։ Հիմա իմ մոտ զայնագրություններ կա, որոշ մասը նույնականացրել եք, գիտեք ով էր ասում։ Ում կողմից եք նման մորաքրոջս հարսը, որովհետև իրանք ոչ ազգականը ասում էր մի դիմեք, մի բացահայտեք։ Այսինքն նշանակում է, որ իրանք այդ խմբի մեջ են, պարզա որ իրանք կաշվից են վախենում, իրանք անձի համար են վախենում։ Ես ուղարկել եմ կիբեր ոստիկանություն, որոշ զապիսը կարող եմ ստեղել տամ, այդ ինչ որ ուղարկել եմ, մի մասը, դուք էլ կարող ձայնագրեք, եթե։ Լավ, իսկ ոստիկանություն դիմեցիք, իրանց ձեր մորաքրոջ հարսի տվյալները փոխանցեցիք։ Ասած եկա ժամանակ մտածում եմ դե ազգական է, պետք չի այդքան խորանալ, բայց ոնց հասկանում եմ, չէ, որովհետև իրանք ինձ ասում են մեր ոտեկաներեք այդ բառերս արտադրության ասում, իրանց ասած բառեր, ասում են մեր ոտերն չի, թե քո հետ ինչ կա լինի, որովհետև այսօր լուրջ խնդիրներ ունեմ, թե վարկերի տակ եմ ընկել, թե այդ մարդիկ։ Այո։ Վարկերի տակ եմ ընկել ու այդքան մարդուն խոսքի ես ճիշտ այնց չեն պահանջում այդ գումարտը, բայց ես ինձ պատասխանատու եմ զգում, որովհետև այդ մարդիկ հորական կողմից նայում են մեր էսեն, որ դու էլ ես խաբել, տարել մեզ այնտեղ, այսինքն վստահել են ինձ։ Ճիշտ է, նույն բանը իրանց են կրկնել, այնպես չի որ ես ասել եմ, իրանք բերել են, ասենք գնացել ենք մորաքրոջից տուն 2-3 անգամ, նույն բանը իրանց են ասել։ Այսպես զապիսներն է Դավիթ տնօրենն է իբր Ինչի տնօրենն է, մի հատ հստակեցնենք խոսում։ Այսինքն այդ investment group-ի իրենց միջոցով են դուք սարքում ասացել։
Այո, իրենց միջոցով։ Բան չի գրել։ Դա ձեր Դե դու իրան գրի մեր պարգևները երբ կտակ։ Դե ինքը ասում է կարդացեք ու դիմեք, որ պարգևատրումները կատարեմ։ Դա Հենրին է, չէ՞ արդեն անելու։ Հա, չէ, Վիոլետն է անելու, հեսա կուղարկեմ իրան։ Հա, գրել եմ դա։ Լավ, հեսա մի կես ժամ սպասենք, տենանք եթե չի տալի, ես իրան կգրեմ։ Այսինքն նայեք, ասում է, եթե մեր մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, ասում է, ես տեղակ կպահեմ իրան, որ sense խնդիր կա։ Այսինքն միշտ ասել է, որ եթե ինչ-որ մի բան ասենք հարցը առաջանում կամ բան, մի գրեք այդ ընդհանուր ժողովրդի մոտ կամ հակաբաներ մի գրեք, որտեղ իր վրա Դավիթի վրա խոսակցություն է գալիս։ Հիմա մենք միշտ sense ձայնայինով ենք ուղարկել, որ ասինքն ինքը հարց ալինում, ինքը կարգավորում է։ Հիմա էլ ինձ ասում են, որ չէ, ես տնօրենը չեմ, թիմի ղեկավարը եմ։ Ես այսպես մի քիչ բացասական կարտահայտում, բայց ստացվում է ձեր գլխին սարքել է ձեր մորաքրոջ աղջիկը։ Հա, դե իրան շահերի համար, այո։ Այո, փաստացի տենց է գալիս, որ խաբել են ինձ ու սարքել են իմ գլխին։ Եվ իսկ այս սայնագրությունները Որովհետև նայեք, եթե մարդը $10,000 գումար է դնում, չէ, այդտեղ, այսինքն այդ տվյալ պահին, ով որ հրավիրել այդ մարդուն, իր հաշվի վրա նստում է $1,000 այդ դեպքում, $800։ Այսինքն ինքը այդ պահին կարողանում է կանխել, ասենք հետո ուրիշի հետ ինչ կլինի, արդեն դա իրանց հետաքրքիր չի։ Այսինքն մեծ գումարների հետ գործ ունեն, սա ոչ տասնյակ, ոչ 20, ոչ էլ չի, ասենք մեծ գումարների հետ։ Տղան, ասենք, զբաղվել է ֆինանսական հարցերով, քարտերը, ասենք փոխանցելուց տարբեր քարտերի միջոցով են արել, նկարներ կային մոտ, ես չեմ ճանաչում այդ քարտատերերին, կոնկրետ այդ քարտերով են փողերը քիչ-քիչ մասամբ փոխանցել, մինչև դառնա տեղ, այսինքն կասկածելի ոչ մի բան չի։ Պատկերացրեք մի 10-20 հոգի ուզում է գրանցի ու մեծ գումարներ է դնում, վաղը միսօր հարց կառաջանա։ Այս գումարները, որ եկել է ձեր հաշվին, ընդից ուղարկել եք այս Hello-Bit-ի մեջը։ Չէ, մարդը վախենում է։ Այսինքն մաս ինչ որ տարբեր տեղերով։ Օրինակ Մորքուրիս աղջիկը բանկում աշխատում, ասում է, ես բանկը թույլ չի տալի, որ աշխատողը զբաղվի կազինոյով կամ ասենք նմանատիպ կրիպտոարժույթներով, այսինքն ինքն էլ ինչ որ քարտեր աբերում, չգիտեմ ումին նա, ասենք մենք փոխանցում ենք խոսքի այդ մարդու վրա, ասինքն իմ հարազատն է նկատի ունում կամ ես։ Նորեձև հասնում է այդ Hello-Bit-ի ծրագրի մեջ։ Իսկ ամփոփելով ինչ կասեք։ Սա ծուղակ է, որ աշխատում են բանը, այդ Hello-Bit-ի հետ ու հայերեն։ Ես ամեն ինչ անել եմ, հաջորդեցին, որ ես ինչ որ կային մոտ ինֆորմացիան, ես տա բանը ոստիկանությանը, ինչա կանում։ Ես եմ շնորհակալ։